Վրաստանի հանցավոր աշխարհը կարող է դառնալ այն հիմնական խոչընդոտը, որի պատճառով Եվրամիությունն այդ երկրի հետ ազատ վիզային ռեժիմ չի սահմանի։ Գերմանական լրատվամիջոցների տեղեկություններով այս մտավախությունները հատկապես ուժեղ են Անգելա Մերկելի հարազատ կուսակցության Քրիստոնյա-դեմոկրատական միության, ինչպես նաև դրա դաշնակցի Բավարիայում իշխող Քրիստոնյա սոցիալական միության շարքերում։ Վելտի տեղեկություններով անցած շաբաթավերջին Գերմանիայի խորհրդարանում վիզային ռեժիմի ազատականացման շուրջ դռնփակ քննարկում է կազմակերպվել, որի ժամանակ ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը գերմանացի падգամավորներին Վրաստանում տիրող քրեածին իրավիճակի վիճակագրությունն է ներկայացրել, պնդելով, թե կազմակերպված հանցավորությունը Վրաստանի համար ազգային մակարդակի խնդրի է վերածվել։ Բացի այդ, գերմանական լրատվամիջոցները պնդում են, որ վրացական հանցավոր խմբերը շատ ակտիվ են նաև Եվրամիության, նախևառաջ Գերմանիայի տարածքում։ Այդ երկրի քրեական ոստիկանության տվյալներով 2015-ին Գերմանիայում 167,000 բնակարանային գողություն է կատարվել, որոնց մեծ մասի հեղինակները հենց վրացիներն են։ Գերմանիայում ապաստան խնդրող Վրաստանի քաղաքացիների մի զգալի մասը սերտ կապեր ունի հանցավոր խմբավորումների հետ։ Որևէ այլ երկրի քաղաքացիներ վրացիների հետ այս առումով մրցել չեն կարող, ըստ Շպիգելի Բունդեսթագում կայացած փակ քննարկման ժամանակ հայտարարել է իշխող կուսակցությունը ներկայացնող падգամավոր Արմին Շուստերը։ Բնական է, որ Թբիլիսիում այս նոր զարգացումները մեծ ոգևորություն չեն առաջացնում։ Առաջիններից մեկը Բերլինից ստացվող տեղեկություններին արձագանքեց երկրի արդարադատության նախարար Թեացու Լուկյանին։ Ես ցավում եմ, որ քաղաքական որոշումն ուշանում է։ Այնուհանդերձ մենք լավատեսորեն ենք տրամադրված, չնայած նույնիսկ այն իրողությանը, որ այս փուլում մեր լծակները խիստ սահմանափակ են։ Այժմ որոշումը պետք է կայացնեն մեծ պետությունները, նշում էր Վրաստանի արդարադատության նախարարը։ Վիզային ռեժիմի ազատականացման հեռանկարները երկուշաբթի երեկոյան կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննարկեցին նաև Վրաստանի վարչապետ Գեորգի Քվիրիկաշվիլին եւ Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը։ Այս թեման առանցքային էր նաև Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի Ստրասբուրգ կատարած այցի ժամանակ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին դիմելով Վրաստանի նախագահը հայտարարում էր. Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմ հաստատելու հարցը չպետք է մոռացության մատնվի մյուս քննարկումների համատեքստում, դա ազնիվ չի լինի։ Դա կոտնահարի այն հիմնական սկզբունքները, որոնց շուրջ մենք արդեն իսկ համաձայնության ենք եկել, հայտարարում էր Մարգվելաշվիլին։ Մի քանի ժամ առաջ էլ Բրյուսելում այս հարցը Վրաստանի նախագահը քննարկեց Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ։ Եվրոպացի պաշտոնյայի խոսքից եւս պարզ է դառնում, որ Վրաստանին ազատ վիզային ռեժիմ շնորհելու հարցում վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Last December, the European Commission confirmed. Անցած դեկտեմբերին Եվրահանձնաժողովը հաստատեց, որ Վրաստանը կատարել է այն բոլոր պարտավորությունները, որոնք անհրաժեշտ էին վերջնական դրական լուծման հասնելու համար։ Ես վստահ եի, որ դա արագորեն կիրականացվեր։ Վրաստանի քաղաքացիներին Շենգենի գոտի ազատ մուտքի իրավունք տրամադրելու հարցն այժմ քննարկվում է Եվրամիության խորհրդի եւ Եվրոպական խորհրդարանի կողմից, հայտարարում էր Տուսկը։ Thank you again.